Ռասմուսեն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր մեր լավ ախպերը հետաքրքիր ընդամենը երկու իր հայտարարությունների վրա քիչ է մնում ժամանակը, բայց անպայման պետք է այս երկուսի վրա ձեր ուշադրությունը գրավեմ եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Առաջինը Ադրբեջանի շահից է բխում ստորագրել այս համաձայնագիրը, պայմանագիրը, քանի որ այն ավելի լավ հարաբերություններ կբերի Ադրբեջանի միջազգային համայնքի միջև։ Այս սրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք, փաստորեն նա փաստում է, որ վատ են հարաբերությունները Ադրբեջանի եւ միջազգային համայնքի, եւ երկրորդը ճիշտ ասած ինձ համար նորություն էր, որ Ռասմուսեն գլոբալ միջազգային կազմակերպություն կա եւ նա հայտնել է, որ այդ կազմակերպությունը, այո, դա հիմա ես մարդ եմ, չգիտեի, որ եկել է եւ օգնում է ուշադրությունն այդ կազմակերպությունը օգնում է Հայաստանին դիվերսիֆիկացնել իր միջազգային հարաբերությունները։ Նա արդեն եղել է Իջևանում, հանդիպել է ԵՄ դիտորդների առաքելության հետ, ընդ որում շատ հետաքրքիր էր, նա ասաց, որ սահմանից եթե անգամ դուրս գան, դա չի նշանակում, որ Հայաստանից դուրս գան։ Միանշանակ, երնորը ես էլ եմ ասել, ժողովուրդ, սահմանից դուրս գալը դա պահանջ է Ադրբեջանի, որոնք մերոնց համաձայնվել են, ասում է սահմանին ըստ այդ պայմանավորվածության սահմանին պետք է տեղակայված չլինեն, կրկնում եմ։ Եվրոպական դիտորդական առաքելությունը տեղակայված է խորը թիկունքում, քաղաքում, քաղաքի մեջտեղը կաֆեի կողքը։ Ինքը տեղակայված չի սահմանին։ Իսկ ինչ վերաբերում է իրանց այցերին, ապա ոչ մի պայմանագրով, ոչ մի կերպ դու չես կարող ազատ տեղաշարժը սահմանափակել։ Մարդիկ նստում են ավտո, գնում քշում են, ավտո ճանապարհ կա քշում են։ Կամ օֆրոդ են անում, քշում են, ոչ մեկ չի կարող իրանց արգելի դա։ Իրանք չեն տեղակայված։ Իրանք շարժի մեջ են, դա արգելված չի։ Այսինքն վերջ, բարձր փագա։ Ես ասեմ, այսպես նման բաները, որոնք որ հարցազրույցի տալի, դրս ցանկացած կետ, որ ասում եք, ես այդ կետի 2-3 շրջանցման ձև գիտեմ։ Ցանկացած կետ, ինչի մասին որ խոսացել են։ Տեսեք, կետի տենց, ասենք, չգիտեմ, այն բանը ինչ էր այն պահանջը։ Հայցադիմումների կանչ։ Okay, ես ունեմ 120,000 տեղահանված մարդ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ընտանիքի պատմություն։ Ես ունեմ նկարներ գերեզմանատների, բաների ոչնչացման, եկեղեցիների ոչնչացման։ Յուրաքանչյուրը բավարար դեպք է, որ ես մտնեմ։ Ոչ պետությունը։ Հա? Ոչ պետությունը։ Ուրիշ պետություն կարա մտնի Հաագայի տրիբունալ։ Դե ասելիքս է։ Հիմա պատկերացնում եք, հա, ասենք բանը։ Հենց հիմա Շվեյցարիան հայտարարել է, որ ինքը կազմակերպելու է ուղիղ բանակցություններ Ադրբեջանի եւ արցախցիների միջեւ։ Այսինքն արցախցիները ունեն կարգավիճակ, առնվազն Շվեյցարիայում։ Ինչ եք ուզում, ասուց կրակ եք ուզում, այս բանը, հիմա ինչ վերաբերում է Ռասմուսենին, okay, չգիտեմ։ Չէ, այս Հայաստանին եկել է եւ օգնում է դիվերսիֆիկացնել իր միջազգային հարաբերությունները։ Ինքը չգիտի, որ ինքը չի օգնում դիվերսիֆիկացնել, ինքը օգնում է, որ մենք գնանք դեպի Եվրատլանտյան կառույցներ, ուղղակի որպեսզի Նիկոլը չնեղանա, ասում է դիվերսիֆիկացում։ Չգիտեմ, այսօր այդ բանը կլոր սեղան կա, ես մասնակցելու եմ, սա ձեր հարցերը գտամ։ Հրավիրված եք այնտեղ եւ վերադառնանք էլի մեր հարևանությանը, ուրեմն լավ հարաբերությունների կբերի Ադրբեջանի եւ միջազգային համայնքի միջեւ ասում է Ռասմուսենը, եթե Ադրբեջանի նախագահը ցույց տա, փաստորեն Ռասմուսենը, տեսեք ինչի վրա է մատնանշում, եթե Ադրբեջանի նախագահը ցույց տա, որ ինչպես եւ Փաշինյանը նպատակ ունի հաստատել խաղաղություն։ Ալիևը չունի այդ նպատակ։ Բազմիցս ասել եմ, սահմանը բացվելու է, արդեն իրենց բաներն էլ են գրում։ Դες տպավորությունից որ մեզ լսում թարգմանում։ Բանը, եթե ինքը խաղաղություն կնքեց, ինքը պետք է սահմանը բացի, հիմա բանը արեմ մինչև հուլիս։ Սահմանը բացեց, ինքը կորցնում է բնակչություն, զգալի մաս։ Ինքը կորցնում է տնտեսական բաներ, որովհետև հիմա ինքը կարողանում է բյուջեն մսխել, ասել, որ Հայաստանը հարձակվում է մեր վրա։ Եվ այդ պատրվակով ձեր սոցիալականը չեմ տալի, ձեր ճանապարհները չեմ սարքում, էսի չեմ անում, այն չեմ անում։ Ղարաբաղը բիզիմդիր կան։ Ում վրա է ազդում Ադրբեջանի այդ հայտարարությունները, որ Հայաստանն է առաջինը մեզ վրա հարձակվել, Հայաստան պետք է գա, մեր ժողովրդին հանել է Հայաստանը, մեր ժողովուրդը հետ պետք է գա Հայաստան, ամեն ինչը Հայաստան, այսպես շուռ է տալիս, ամեն ինչը Հայաստանի վրա։ Այդ ամեն ինչը արվում է երկու բանը։ Նախ ադրբեջանցիների, որոնք իրամոտ են ապրում եւ Ռուսաստանում, շատ կարևոր է։ Ինչ գիտեն, որ Ադրբեջանն է 3 անգամ էլ այդ պատերազմ սկսել։
Կապ չունի իրանք ինչ գիտեն, իրանք կարևորը իրանք ինչին են ուզում հավատան։ Լավ։ Հետո տենց դա մենք երկուս քանի որ այդ համատեղ Ռուսաստանի այդ օպերացիա դա արվում է որպեսզի խաղաղության պայմանագիր չկնքվի եւ Հայաստանը բան չանի, այդ հանգիստը չստանա եւ առնվազն Թուրքիայից օրինակ սահմանը չբացվի, որը թույլ կտա Հայաստանի տնտեսությունը շնչել առանց Ռուսաստանի, հասկանում եք, այստեղ թեման որն է։ Այստեղ թեման է նա, որ հենց Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ բացվեց, մենք ունենում ենք աշխատող երկաթուղի եւ բան, ճանապարհ բեռնատարների երկուսը համատեղ Ռուսաստանի գործոնը զրոյանում է, զրո, որովհետև ինքը վերածվում է բանի, ասենք Լարսը աշխատում է, չի աշխատում, թքած աշխատում է, թե չի աշխատում։ Ես ասենք 500 միլիոնանոց շուկայի բան եմ բացում, եթե չհաշվի Թուրքիան, որ 80 միլիոն է, ընդեղ էլ նենց չի, որ ամեն ինչ բանը, մենք Եփրատից էս կողմ համարեք սաղ շուկան մերն է, ինչ կարտադրենք, ստեղ կծախենք առանց պրոբլեմի։ Եփրատից էս կողմ, կոպիտ ասած էս մեր փայնը։ Ոչ թե որովհետև սենց ինչ-որ փրտենք, թափենք, բան ինչ-որ էս սուտի ազգայնական բանը, շարժումները, որոնք անգրագետ Ռուսաստանի պատվերն են կատարում, սկի չգիտեն դրա մասին։ Տնտեսապես էս կողմը ինքը զգալիորեն տարբերվում է արևմտյան մասից։ Հայկական լեռնաշխարհում, ասենք մենք առավելություններ ունենք, թե արտադրանքի, թե բանի տեսենք, ինձ էլ չհաշվեց, որ այնտեղ որոշ էթնիկ բաներ էլ կան, որ մենք կարող ենք իրանց հետ ավելի հանգիստ աշխատել, քան թուրքական կենտրոնական կառավարությունը։ Այստեղ բանը Ռուսաստանին դա պետք չի։ 1. Ադրբեջանին դա պետք չի։ 2. Ուղղակի պետք չի։ Իրանք փորձում են այս ամենը չտապալել։ Դրա հետ է կապված։ Եվ ամենակարևոր հիմա ստացվել է, բախտները բերվել է, ամենակարևոր ռեսիպիենտը այս ինֆորմացիայի երևի թե Տուլսի Գաբարդն է եւ Տրամպը, որին իրանք սա հրամցնելու են, որ հայերն են հարձակվում։ Ինչ որ մի պահ կարա աշխատի։ Չգիտեմ։ Ասենք մեր շոյերը հակնեն կան մեր տարած։ Հանգիստ ինչ որ մի պահ կարա աշխատի։ Ինչ ասես ամեն։ Քանի որ բան չկա, ռազմավարություն չկա։ Տրամպը չունի ռազմավարություն։ Տեսեք, ես Կանադա 51-րդ նահանգ, Ալյասկա 52-րդ նահանգ, Գրենլանդիան պիտի ձերբակալենք, սաղին տանենք տուն, բանես, սրանց պիտի տանենք։ Սա նշանակում է, որ ինքը ռազմավարություն չունի։ Ինքը արագ բոլոր տեղերից փորձում է բռնել։ Իսկ իմացող մարդիկ ասում են, որ ինքը ուղղակի Օբամային է նախանձում, ուզում է բան ստանա։ Նոբելյան մրցանակ խաղաղության։ Օբաման ասում է 11 թվականին լավ իրեն բանը արել, սպիտակ տան ընթրիքին ձեռը առել, հիմա ինքը տենց փորձում է ապարոտ կխլի։ Ամենավերջում Ուկրաինայի արտգործնախարարի ղեկավարի ձևակերպումը Ուկրաինան պատրաստ չէ տարածքների զիջումների հաշվին Ռուսաստանի հետ պատերազմ դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Պատրաստ չենք մենք։ Slava Ukraini!